Ողջույն բոլորիդ, Աստծո ժողովուրդ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքն ու խաղաղությունը թող ամենքիս վրա լինի եւ իր պատվական սուրբ անունը փառավորվի մեր կյանքում, մեր այս բանդուխտ տարիների մեջ։ Հովհաննեսի ավետարան 3:16 խոսքը շատ հայտնի խոսք է, կարծում եմ եկեղեցու շրջանակներից դուրս էլ հայտնի խոսք է, որ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իմ միածին որդին տվավ, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքը ունենա։ Բայց այս հայտնի խոսքից առաջ մի համեմատություն է արվում, որի մասին էլ կուզենայի, որ միասին խորհենք։ Տեսեք 14 համարում ինչ է ասվում։ Եվ ինչպես Մովսեսը օձը բարձրացրեց անապատումը, այնպես պետք է մարդուի որդուն բարձրացվի, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքը ունենա։ Ինչպես հասկանալ այս համեմատությունը, կամ թե Սուրբ Գիրքը ինչ է ուզում մեզ հասկացնել այս համեմատությունով։ Տեսեք, եթե հետ գնանք այդ դեպքին, որ գրված է Թվոց 21-րդ գլխում, ուզում եմ ընթերցել այդ հատվածը։ Տեսեք, թե ինչ է տեղի ունենում տրտունջի արդյունքում։ 21:5-ից եմ կարդում։ Եվ ժողովուրդը Աստծո դեմ եւ Մովսեսի դեմ խոսեցին. Ինչու մեզ Եգիպտոսից հանեցիք, որ անապատումը մեռնենք, որովհետեւ հաց չկա, ջուր չկա, եւ այս չնչին հացից մեր սիրտը զզվել է։ Եվ Եհովան ժողովրդի վրա կիզող օձեր ուղարկեց եւ կծեցին ժողովրդին, այնպես որ Իսրայելցը շատ ժողովուրդ մեռավ։ Եվ ժողովուրդը եկավ Մովսեսի մոտ եւ ասեցին. մենք մեղանչեցինք Եհովայի դեմ եւ քեզ դեմ խոսելով։ Աղոթ կարա Եհովային, որ մեզ վրայից օձերը վեր առնե։ Եվ Մովսեսն աղաչեց ժողովրդի համար։ Եվ Եհովան ասեց Մովսեսին. քեզ համար մի կիզող օձ շինիր եւ նրան դիր մի ձողի վրա եւ կլինի ամեն ով որ կծվի թող նրան մտիկ տա եւ կապրի։ Եվ Մովսեսը մի պղնձի օձ շինեց եւ ձողի վրա դրավ այն, եւ եղավ որ օձը երբ որ մարդի կծում էր, նա մտիկ էր անում պղնձի օձին եւ առողջանում էր։ Այստեղ երկու կարևոր բան կա։ Առաջինը, որ ժողովուրդը պիտի հավատային Աստծո բերանից դուրս եկած խոսքին, դա որն էր, մտիկ անի եւ կապրի, պիտի հավատային սրան։ Եվ երկրորդ կարևոր բանը, որ հավատքով պիտի տեսնեին նրանք օձի գործունեության կասեցումը, ժողովուրդ, այս սիմվոլիկայի մեջ։ Եվ քանի որ ուղիղ համեմատական է տարվում մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչելության հետ, սա նշանակում է, որ Քրիստոսի խաչելությունով էր տեղի ունենալու գործունեության կասեցում։ Իսկ ինչի կասեցում էր տեղի ունենալու, բացում է Հովհաննեսի առաջի թղթի 3:8, որ ասում է. հայտնվեցավ Աստծո որդին, որ սատանայի գործերը քանդե։ Եբրայեցիների 2:14-ը շատ ավելի սուր ու կտրուկ է ասում է, որ իր մահովը խափանի մահի իշխանություն ունեցողին, այսինքն սատանային։ Երկու խոսք բերեցի ձեր ուշադրությանը, առաջինում ասում է, որ քանդի նրա գործերը, երկրորդում ասում է խափանի նրա անձը։ Եվ սա առաջին օձի գործունեության կասեցումն էր։ Առաջին օձի գործունեության կասեցումն էր սկսվում Հիսուս Քրիստոսի խաչելությունով, Աստծո ժողովուրդ։ Եվ տեսեք, հնարավոր է, որ մեկը հարցնի, եթե գնում է այս process-ը, այդ կասեցումը, ինչու ենք մեր շուրջը տեսնում այսքան, ասենք, ճարիք, հա։ Ուրեմն տեսեք, շնորհքի շրջանում, այսինքն խաչելությունից հետո, այս գործընթացը օձի գործունեության կասեցումը Աստված անում է անհատների մեջ, այսինքն վերստին ծնված մարդկանց կյանքում։ Եվ երբ որ այս անհատները, որոնք ներկայացնում են իրենցից եկեղեցին, պատրաստ կլինի որպես մեկ հարց դիմավորելու փրկչին, կհափշտակվի եկեղեցին։ Հափշտակությունից հետո սատանային թույլատրվելու է ի հայտ գալ նեռի դեմքում, եւ երբ որ կնստի ճտաճարում իրան կհռչակի Աստված, այդ ժամանակ Աստծո 7 բարկության սկավառակները շատ կոնկրետ արդեն թափվելու են նրա գահի եւ նրան հարողների վրա։ Եվ դրանից հետո կլինի սպասված հազարամյա գառնուկի հարսանիքը, Աստծո ժողովուրդ։
Կողոսացիների առաջին գլխի 12-ից 14 համարներ հրաշալի խոսքեր են, որ ասվում է. գոհություն տանք Հորը, որ արժանացրեց մեզ մասնակից լինելու սուրբերի վիճակին լույսումը, որ փրկեց մեզ խավարի իշխանությունից եւ բերեց իր սիրելի որդու արքայության մեջ, որի ձեռովը ունենք փրկություն, նրա արյունովը մեղքերի թողություն։ Ստե մի բառ է ասվում, փոխադրեց իր սիրելի որդու արքայության մեջ։ Այս փոխադրեցը ասվում է անցյալ կատարյալով, այսինքն ամեն հավատացողի, ամեն վերստին ծնվածի կյանքում դա կատարված իրողություն է, Աստված որ տալիս է ծնունդ, փոխադրում է նաև իր որդու արքայության մեջ։ Եվ տեսեք, մեր հավատալը եղել է մեր այոն Աստծուն, որ Աստված այս գործողությունը, այս շնորհը, այս փոխադրումը անի մեր բոլորի կյանքում, Աստծո ժողովուրդ։ Հետաքրքրական է, որ երբ որ Հովհաննես Մկրտիչը խոսում էր երկնքի արքայության մասին, ասում էր երկնքի արքայությունը մոտեցել է։ Երբ որ Հիսուս մինչև իր խաչելությունը խոսում էր երկնքի արքայության մասին, ասում էր երկնքի արքայությունը մոտեցել է։ Երբ որ 12 առաքյալներին ուղարկեց քարոզչության, բժշկության, ազատագրումների համար, ասեց քարոզեցիք եւ ասեցեք, որ երկնքի արքայությունը մոտեցել է։ Բայց տեսեք, երբ որ Հիսուս Քրիստոս խաչվեցավ, գիտենք, որ վարագույրը վերից վար պատրվեցավ։ Իսկ Եբրայեցիների նամակի 10-րդ գլխի 19-20 համարները տալիս են մի հրաշալի մեկնություն այս բանին, ասել է, որ սա նոր ճանապարհ է սրբության սրբոց, վարագույրի միջով, այսինքն Հիսուս Քրիստոսի մարմնով։ Այսինքն մինչև խաչելություն, մինչև Հիսուս Քրիստոսի խաչելություն երկնքի արքայությունը մոտեցավ, բայց խաչելությունով հասանելի դարձավ մեզ հողեղեններից։ Եվ ուզում եմ հիշեցնել ձեզ նաև Հռոմեացիների նամակի 14-ի 17-ը, որտեղ ասում է, որ երկնքի արքայությունը արդարություն, խաղաղություն, ուրախություն է Սուրբ Հոգով։ Տեսեք, Սուրբ Հոգու ձեռով արդեն երկնքի արքայությունը Աստված տարածում է մեր մեջ, մեր սրտերի մեջ, այսինքն Աստված տալիս է վերստին ծնունդ, Աստված փոխադրում է մեզ հողեղեններից իր որդու արքայության մեջ եւ իր հոգու ձեռով արքայությունը տարածում է մեր ներսում։ Միջանկյալ ուզում եմ ասել, թե ինչ եղավ այն պղնձի օծի հետ։ Ուրեմն 4-րդ թագավորած 18-րդ գլխում տեսնում ենք, որ Եզեկիա թագավորը մի մարդ, ով ուղիղ էր Աստծո առաջին, այնպես ինչպես որ իր հայր Դավիթը, ուրեմն փշրում է այս պղնձի օծը։ Փշրում է, որովհետև Աստծո ժողովուրդը օծի գործունեության կասեցումը տեսնելուց շրջվել էր դեպի բուն օծը։ Եվ այդ օծի առաջ արդեն խունկ էին ծխում։ Եվ այն սիմվոլիկայից արդեն դարձել էր կուրք։ Եթե այդ հատվածը ընթերցեք, կտեսնեք, որ Եզեկիան քանդում այդտեղ կուրքերի անտառ կար։ Պատկերացնում եք, ինչքան շատ է եղել, որ անվանումը գնացել է այդպես կուրքերի անտառ։ Եվ դրանց շարքի մեջ էր նաև այս պղնձի օծը, այսինքն մարդիկ են բուն բանը, որ պիտի տեսնային, թե Աստված ինչ էր ուզում այդ սիմվոլիկայով իրանց հասկացնել, դրանից փոխվել էր նրանց հասկացողությունը դեպի կոնկրետ օծը, որը դարձել էր իրենց համար կուրք։ Եվ ուզում եմ այստեղ կարևոր մի հարց կա, տեսեք, ինչի պղնձից օծը պատրաստեց Մովսեսը։ Կարար եւ փայտից չլիներ։ Տեսեք, ինչպես որ պղինձը իր գույնով գնում է նմանության ոսկուն, սատանայի գործունեությունը նույն կերպ է, նմանակել խաբելու համար։ Չմոռանանք, որ սատանան պատերազմ ունի եկեղեցու դեմ ամենակիչը երկու պատճառով։ Տեսեք, առաջինը, որ իր համար խանգարողն է, որովհետև հանդիսանում է Հիսուս Քրիստոսի մարմինը եկեղեցին։ Երկրորդ կարևոր պատճառը, որ երկնքի արքայությունը երկրի վրա կրողը, դա հանդիսանում է եկեղեցին, դուք։ Դրա համար ունի ձեր դեմ պատերազմ սատանան։ Եվ այս նմանակումները, որ արվում է, իհարկե սատանան գործելու է մարդկանց միջոցով։ Սուրբ Գիրքը բացահայտում այդ նմանակումները
հարվածներ, որոնք կոնկրետ ուղղված են եկեղեցու դեմ։ Ես ուզում եմ շատ սերմ, շատ հակիրճ կերպով անդրադառնալ Սուրբ Գրքում 7 նմանակումների, որ բացահայտվում է, ուզում եմ որ ուշադրություն դարձնենք թե այդ հարվածները որ կողմից է գալիս։ Տեսեք, ուրեմն Եփեսացիների 4:11-ում խոսում է, որ Աստված եկեղեցում կարգում է ոմանց լինելու առաքյալներ, հա։ Բայց Եփեսոսում հայտնության գրքի 2:2-ում տեսնում ենք, որ կար սուտ մարգարե, ներողություն, սուտ առաքյալ։ Սուտ առաքյալի գործունեությունը տեսեք, դրանք այն մարդիկ են, ովքեր որ ասում ենք եկեղեցի մի հասկացեք, մենակ մեր խումբը Աստված ամեն ժամանակ աշխարհի բոլոր անկյուններում ունի ժողովուրդ, ունի եկեղեցի։ Ուրեմն սրանք այն մարդիկ են, ովքեր անմիջական շփում են ստեղծում եւ վստահություն են ձեռք բերում։ Եվ չի բացառվում, որ նրանց գործունեությունը ընթանա Մատթեոսի ավետարանի 23-րդ գլխի Հիսուս Քրիստոսի զգուշացումներին հակառակ, այսինքն խոսքի վրա ավելացնելով, խոսքից պակասացնելով, խոսքը ձևափոխելով եւ տեղափոխություններ անելով։ Սրանով ինչ է ստացվում, որ եկեղեցին ճշմարտությունից է ընկնում։ Երկրորդ բանը, տեսեք, առաջին Կորինթացիների 12:28-ում խոսում է, որ կարգվում են մարգարեներ եկեղեցում։ Մարգարեն են մարդն, որ միջոցով Աստված իր կամքը հայտնում է իր ժողովրդին։ Բայց ուրեմն Մատթեոս 7:15-ում խոսում է սուտ մարգարեի մասին։ Սուտ մարգարեի գործունեությունը, ասո ժողովուրդ, ծավալվում է լսելիքի միջոցով, այսինքն իբրև թե Տիրոջից խոսք կա։ Եվ քիչ չեն եղել այն սուտ մարգարեությունները, որոնք խոսացել են Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան վրայով եւ ժամանակներ օրեր են ասել, եւ ժողովուրդը հավատացել է դրան ու ամոթով ամնացել ու կոտրվել են շատերի հավատքը նաեւ, հա, մի բան, որը դրված է եղել մեն Հայր Աստծո գիտության մեջ։ Կրկին տեսնում ենք խաբեություն լսելիքի կողմից։ Ուրեմն երրորդ Թագավորոս 18:36-ից եմ ասում, Եղիան զոհի վրա Աստծո պատասխանն է ուզում, եւ այդ պատասխանը լինում է կրակի ձևով, մի բան կար նպատակում դրված, որ մարդկանց հրյա ժողովրդին դարձներ նորից աստվածապաշտության, ճշմարիտ աստվածապաշտության եւ ապացուցեր դա, որը եղավ։ Բայց ուրեմն հայտնության 13:13-ում տեսնենք, որ սուտ մարգարեն երկնքից կրակ է իջեցնում, արդեն խաբելու համար։ Եվ սա ինչը, սա տեսանելի հրաշքների միջոցով է խաբեություն, այսինքն աչքի միջոցով է գնում այս խաբեությունը։ Չորրորդը, ուրեմն Դանիելի 1:17-ում խոսում է, որ կա Տիրոջից տեսիլք, որտեղն է ցույց տալիս, հա, իսկ Երեմիա 14:14-ում զգուշացնում, որ կա սուտ տեսիլք։ Սա խաբեություն է գերբնականի ոլորտում։ Ուրեմն Մատթեոս 1:20-ում խոսվում է, որ կա Տիրոջից երազ, որտեղն է ցույց տալիս, եւ Երեմիա 23:32-ում խոսում է, որ կա սուտ երազ։ Սա խաբեություն է ենթագիտակցականի ոլորտում։ Ելիցի 7:10-ում տեսնում ենք, որ Մովսեսը Աստծո կարգադրությամբ Աստծո հրամանով փարավոնի առաջին չանում իր գավազանը գցում է, եւ այդ գավազանը դառնում է վիշապոց։ Սա խորհուրդն էր Հռոմ 7:9-ի, որտեղ ասում է եւ որ պատվիրանը կգա, մեղքը կկենթանանա, այս սրա խորհուրդները տեղ դրված։ Բայց տեսնում ենք կախարդները անում են նմանատիպ մի բան սատանայի ներգործությունով, փորձելով հավասարի նշան դնել։ Այսօր էլ կա, գիտեք, շատ կախարդներ կան, որ ինչ-որ բժշկություններ, ինչ-որ բաներ են անում, փորձելով հավասարի նշան դնել Աստծո արածի ու իրանց արածի մեջ եւ կրկին հիմքում ընկած է խաբեությունը։ Եվ ամենագլխավորը, մենք պաշտում ենք Սուրբ Երրորդություն։ Հայտնության գրքում տեսնում ենք, որ սատանան ստեղծում է 3-ի կոալիցիա, այսինքն ինքը նեռը սուտ մարգարեն։ Ցավոք, այս կոալիցիային հավատալու է հայր ժողովուրդը եւ երբ որ կլինի երրորդ տաճարաշինությունը, ինքը կհասնի, կնստի ու իրան կհրճակի որպես Աստված։ Եվ որն է զգուշանալու ճանապարհը ամեն ինչից, ասա ժողովուրդ։ Ուրեմն քրիստոնյան երկու բանից է զգուշանում, երկու բանից՝ խաբվելուց եւ մեղք գործելուց։ Բաներ, որոնք եդեմական պարտեզում տեղի ունեցան։ Մեր հարցի պատասխանը գտնելու համար կողք կողքի եմ ուզում դնել
3 խոսքեր։ Սուրբ գրքից ուրեմն Կողոսացիների 1:13-14 եմ նորից ուզում ձեզ հիշեցնել, որ հայրը մեզ փրկեց հավարի իշխանությունից եւ փոխադրեց իր որդու արքայության մեջ։ Ուրեմն Ղուկասի 17:21-ում ասում է, որ երկնքի արքայությունը ձեր մեջ է։ Այսինքն մեզ վեր առավ արքայության մեջ եւ մեր սրտերում դրեց իր հոգովը իր արքայությունը։ Բայց այս բանը անելով Աստված մեզանից չի խլում մեր ազատ կամքը եւ մեր ընտրությունը, չի խլում այն մեզանից։ Եվ այս ինչ որ անում է ինքը պարգևա մեզ։ Բայց ուզում եմ հիշեցնել ձեզ ժողովուղի 10-8 համարը, որ շատ խորհրդավոր խոսք է գրված այնտեղ։ Ասվում է, ով որ ցանկը քանդե, օձը կկծե նրան։ Ինչ է ստացվում։ Ստացվում է, որ Աստված, որ մեզ փոխադրել է իր արքայության մեջ, մեր սրտում դրել է այդ արքայությունը, դա մենք ենք, որ մեր ազատ կամքով, մեր սրտի մեջ, մեր ոտքը արքայությունից դուրս գցում։ Քանդում ենք այդ ցանկապատը, դուրս են գալիս եւ օծի խայթոցը կլինի, խաբեությունը կլինի։ Սրան զուգահեռ ուզում եմ հիշեցնել այն խոսքը, որ Եհովան ասեց Կայենին, ասեց. «Մեղքը դռան մոտ պարկած ու քեզ է փափագում», չէ՞։ Այսինքն, եթե դռնից այս կողմ էր մնում Կայենը, հարցը լուծված էր մնում։ Դռնից դուրս էր գալիս, խնդիրները ծագելու են։ Նույնը մեր պարագայում է։ Մեր սրտում առաջինը տեղի ունենում, որ մենք մեր սրտում, մեր որոշումների մեջ, մեր խոսքերի, մեր գործողությունների մեջ մենք մեր ոտքը դուրս ենք գցում, քանդում ենք այդ ցանկապատը, իսկ դրսում այդ խաբեությունը պատրաստ է ու կա։ Ուզում եմ որպես հիմք այլ կողմից եւս մի խոսք հիշեցնել Սուրբ գրքից, ուրեմն առաջին Հովհաննես 5:18 համարն եմ ուզում կարդալ, տեսեք ինչ ասում. «Գիտենք, որ ամեն ով որ Աստվածանից է ծնված, մեղք չի գործում», բայց խոսքը ստեղ չի վերջանում, տեսեք ինչ է շարունակվում, ասում է, բայց նա որ Աստվածանից է ծնված, իր անձը պահում է եւ չարը չի մոտենում նրան։ Ստեղ մեր գործառույթն էլ կա այս ամեն ինչի մեջ, Աստծո ժողովուրդ։ Ուրեմն անձը որտեղ է պահում, Աստծուն հավատացող իր անձը որտեղ է պահում, Աստծո արքայության մեջ է պահում, առանց այդ ցանկապատը քանդելու, առանց այդ դռնից դուրս գալու համար։ Ուզում եմ խնդրվածք բերենք, ոչ թե ուղակի հիմա միայն, այլ մենք շատ հոգսեր ու դժվարություններ ունենք։ Ժողովուրդը, հայ ժողովուրդը շատ առապանքների միջով անցնում, շատ խնդիրներ ունի։ Նորմալ է, որ ամեն մարդ իր հոգսը բերում է Տիրոջը, բայց ուզում եմ դրանք գումարենք եւս մի բան, որ Աստծուց զգոնություն խնդրենք, որ մենք մեր կյանքի բոլոր եկող իրավիճակները մի քայլ շուտ ճիշտ գնահատենք, մի պահ պաուզա տանք, հասկանանք իրավիճակը, մեր որոշումների մեջ մեր ոտքը Աստծո արքայությունից դուրս չգցենք ու խնդրենք, որ Աստված հաստատի մեր հավատարմությունը իրեն եւ իր արքայությանը։